Արդեն մի քանի օր է Հայաստանից գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցված է։ Այդ մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, ռուս չինովնիկները, հայաստանցի ֆերմերները։ Բայց մեր պաշտոնյաները հրապարակային ելույթներում նշում են, որ անհանգստանալու առիթ չկա։ Ամեն ինչ կկարգավորվի, քանի որ խնդիրները լուծելի են։ Փակեցին, էս արեցին, այն արեցին։ Իրականում այդ ինչքան որ խոսում են, դրա 5%-ը, 10%-ը հողի վրա չկա։ Առավոտը նայել եմ։ Առես պահը 18250 տոննա պտուղ բանջարեղեն ենք արտահանել, ընդ որում ահագին եկել ենք արտահանել։ Էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ վստահեցնում էր, որ այս ամենը տևելու է առավելագույնը 2 շաբաթ եւ ամեն ինչ հարթվելու է ընտրություններից հետո։ Ավելի լավ է մտածել բերքի բարձր որակի եւ գյուղմթերքի մշակման պայմանների բարելավման մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնություն եւ ԵԱՏՄ-ը գնում բազմաթիվ ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պետք են։ Պետք են այդ ապրանքները։ Պետք են ահավոր ու մեծ չափերով պետք են եւ դա շարունակելու է տեղի ունենալ։ Հայաստանում այս պահին ծաղիկների ջերմատների մակերեսը 300 հեկտարից ավելի է եւ սեփական ուժերով առանց ռուսական շուկայի այդ ծավալի ծաղիկ հնարավոր չէ իրացնել։ Ակնկալում ենք, որ նաեւ այդ առումով կառավարությունը կոմպետիցիոնը փորձի աջակցել, բայց չենք սպասում դրան, փորձում ենք մեր կապերով որոշակի բաներ անել։ Դեռևս հաջողված բան չկա, կա բանակցություններ քննարկում ենք, հələ որ ճանապարհներն ենք նայում, փորձել ենք ճանապարհատրանսպորտային հարցը կարգավորել, հա ստացվում է ոնց որ ինքնաթիռով մի քիչ ավելի զերծ վերցնելու, բայց ամեն դեպքում մենակ տնտեսվարողը մենք մենակ չեն կարող դրա պակից դուրս գալ։ Ինչ վերաբերում է ջերմատնային մյուս մշակաբույսերին, ապա հիմա ամեն ինչ շատ անորոշ է։ Շուկայում նկատվում է պտուղ բանջարեղենի գնանկում, բայց խոշորագույն արտահանողների բերքը դեռ չի հասունացել։ Եթե նրանց բերքը եւս մտնի տեղական շուկա, կգրանցվի էական գնանկում։ Առաջին հայացքից սպառողի համար սա լավ է, բայց այս էժանացումը միանվագ էֆեկտ է ունենալու։ Ընդհանուր առմամբ մի խայտարակ վիճակ է լինելու շուկայում, հələ որ այդքան էլ տենց չի, բայց գներից գնային քաղաքականությունից օրեկան որ անկում է լինում, ասենք սպառումներ չի լինում, դա ակնհայտ տեսնում։ Եթե էժանը ծախսածածկում է, չի կարողանալու ապահովի, արտադրողը հիասթափելու է, չարտադրեց, այսինքն դիմացը լուրջ դեֆիցիտ է ակնկալվում։ Փորձագետները նշում են, որ իրացման շուկաների դիվերսիֆիկացիայի համար տարիներ են անհրաժեշտ, բայց նույնիսկ նոր շուկաների հայտնաբերման դեպքում ռուսականից հրաժարվել չի կարելի։ Այս պահին ջերմատնային ոլորտում գործում է 1200 ձեռնարկություն։ Հատապտուղների գների էական անկման դեպքում նույնիսկ բերքը հավաքելն է դառնալու ոչ ձեռնտու, նշում են բիզնեսի ներկայացուցիչները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։